Այն հայտարարությունը, որ կդարածեն իշխանությունները եւ իրենց շրջապատը, թե վեապարի անցին թեմ է այս արշավը եւ ոչ թե եկեղեցվո, բարձրապես ծիծաղելի է։ Իրենց արշավը ուղագի եկեղեցվո թեմ է, եկեղեցին իբրև ասկային գառույց բարակտելու փորձ է, որովհետև այս իշխանությունները ասկային ինչ որ գա, ասկային ինչ հասկացողություն որ գա, բարակտելու առաքելություն ունին։ Փաստ այս իշխանությունները հազիվ հասած իշխանության սպյուրքի նախարարությունը փակելով սպյուրքի հետ արդեն գաբը եւ գամուրջները խզեցին իբրև աբասկային քայլ։ Ժողովուրդը ասկը սևի եւ սպիտակի բաժնելու իրենց ամբողջ փորձը, իրենց ամբողջ ընթացքը ցույց կտա, թե ասկը բարակտելու բաժնե որ դիրեսի քաղաքականության ծիրեն ներս կինա, որովհետև այս իշխանությունները աբասկային իշխանություններ են, շատ հստակ է, եւ եկեղեցին իբրև ասկային հիմնական գառույց, ասկային հենասյուներեն մեգա ասկին բարակտելու փորձ է եւ ոչ թե բարձրապես վեհապարի կաթողիկոսի անցին թեմ, ինչպես որ գուզեն իրենք հավատացնել, սակայն անշուշտ հավատացող չկա։ Ասեմ, որ սպյուրքը շատ խոր ծևով, շատ ժխտական ծևով գտիդե այս բոլորը, անցկությամբ գհետևի այս բոլորին, նախ որովհետև հայ մարդը չի գրնար նման բան ընդունել, հավատացյալ ըլլա կամ ոչ, քրիստոնեական հավատքի խնդիր չէ այս մեկը հայ եկեղեցվո, հայաստանյաց առաքելական եկեղեցվո իբրև ասկային գառույց հարված գտիդե սպյուրքը հայ մարդը ընդհանրապես եւ ոչ մեկ ծևով սպյուրքը գրնա ընդունել նման քաղաքականություն իշխանություններու կողմէ վարվող։ Ասեմ, որ 1700 տարվան պատմություն ունեցող մեր եկեղեցին պետության եւ pedagogical բացակայության իբրև պետության թերը ստանցնած ասկի հենասյուն դարձած եկեղեցվո նկատմամբ այս արշավը բնականաբար ոչ թե միայն սպյուրքի մարդուն, ընդհանրապես հայ մարդուն համար անընդունելի է։ Հետևաբար սպյուրքը խորտ աչքով գտիդե այս բոլորը, գմերժե այս բոլորը, ժխտական կնկատի այս բոլորը եւ ամեն քնով կբայքարի նման քաղաքականության թեմ։ Փաստը նաև Ֆրանսան իբրև սպյուրքի մաս կազմող հիմնական քաղաքներն մեկը Ֆրանսան փաստեց նաև այդ մեկը, երբ վեհապարը քանի մի օր առաջ Մարսեյ այցելեց եւ տեսակ թե ֆրանսական pedagogan շրջանակներուն կողմէ քաղաքապետ, նահանգապետ, խավարապետ ինչ մեծ շուկով ընդունեցին եւ թիմավորեցին վեհապարը, այս մեկը նաև Ֆրանսայի pedagogan շրջանակներու քաղաքականության հիմնական ընթացքներ եւ այս մեկը նաև որոշ պատկամեր Հայաստանի իշխանություններուն, ճագերդյալ իշխանություններուն ինձի համար, որ Ֆրանսան նաև իբրև պետություն, իբրև pedagoganություն չընդունիր այս բոլորը, երբ վեհապարը pedagogan իրապես առաջին թեմքերով գնդունի մեծ շուկով եւ գնձայե մեծ կարեւորություն վեհապարի այցելության, անշուշտ պիտի չի խոսիմ կաթոլիկ եկեղեցու կարդինալին մասին, որուն հարաբերությունները բնականաբար այնքան բարձր էին եւ հարազատ, որ նաեւ պետք է այս մեկը պատկամ դառնա եկեղեցու թեմ բայկար բացած արշավի ելած Հայաստանի իշխանություններուն։ Մանավանդ
Այս իշխանությունները, որոնք աբասկային են, պետք չէ ժբրհին, պետք չէ համարձակին այսպես կոչված չագերդյալ եկեղեցին բարեգարկելու հավակնություն ունենալ։ Իրենք չէ որ եկեղեցին կրնան բարեգարկել, եկեղեցին ունի իր համագարկը, եկեղեցին ունի իր օրենսգիրքը, իր ներքին օրենքները, հարցը կաթողիկոսի հեռանալ չհեռանալու հարցը կվերապերի միայն եկեղեցու ներքին խնդիրներուն, եկեղեցու ներքին ընտանիքին, հոգևորական դասին եւ միայն հոգևորականները իրենք է որ գորոշեն իրենց ճակատագիրը, որովհետեւ վեհապարը ասկնդիր է, վեհապարը ընդրված վեհապար է իր հոգևորական դասին կողմ է, հետևաբար հաշվետու է միայն հոգևորական դասին։ Իշխանություններու միջամտությունները եկեղեցու ներքին գործերուն անընդունելի են եւ մանավանդ ապօրինի։ Ասեմ նաեւ որ այս իշխանությունները, որոնք Արցախը հանձնած են թշնամիին, որոնք թրքամետ են, որոնք անգամ հայոց ցեղասպանությունը խնդրուարը արգադարձուցած են, իրենք փարոյական ասկային հասկացողության փարոյական ոչ մեկ իրավունքը ունին եկեղեցու այսպես կոչված բարեգարկումի նախաձեռնելու մանավանդ իրենք գսեմ ովևէ մեկը իրավունք չունի պետական մագարտակի եկեղեցին ունի իր համագարկը իր ներքին օրենքները բայց մանավանդ այս իշխանությունները աբասկային այս իշխանությունները իրավունք չունին ժբրհելու համարձակելու նման նախաձեռնություններու ես կգարձեմ որ մեր ասկը գլխակիր ասկին մասին է խոսքը մեր ասկը Հայաստանի մեջ թե Սփյուռքի ժամանակն է որ առավել զորակցություն ցուցաբերե Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ընդհանրապես Հայաստանի Արաքելական եկեղեցու փանիվ եւ գործով պետք է մերժե այս բոլորը բացահայտորեն միշտ կողքին մնալով եկեղեցու առավել ներգայություն դառնա եկեղեցու կողքին իհարգին երթա եւ եկեղեցու շուրջ, Էջմիածնի շուրջ, եկեղեցիներու շուրջ իհարգին ֆիզիկական ներգայությամբ ներգա լա քետնի վրա իբրև պաշտպանություն հայ եկեղեցու, որովհետև հայ եկեղեցին ասկային հենասյուներեն մեկն է եւ անընդունելի է որ ասկային հենասյունները փորձեն այս աբասկային իշխանությունները բարակտել եւ քանդել